Ողջույն, Բուն TV-ի եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի այս եթերաշրջանի վերջին թողարկումն է։ Իսկ ավանդապես վերջին թողարկումը պետք է նաև առանձնահատուկ լինի։ Իսկ առանձնահատկությունը ապահովել ենք այսօր հյուրով։ Այս եթերաշրջանի առաջին ու միակ հյուրն է ստացվում ես դու, Էդուարդ։ Ողջույն։ Կեցես։ Մեր հյուրը մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն է, եւ մենք առաջարկում եմ քննարկենք 3 հիմնական թեմա։ Ոնց ես։ 3 հիմնական թեմաներ։ Հա, ես այս թեմաներից մեկը թե ոնց եմ ես համաձայն եմ, միաձայն ընդունվեց օրակարգը։ Ասա մեր մոտ քաղաքական դաշտը միասնական ու հանգիստ գործի։ 3 թեմա, առաջինը top լիգաներում տեղի ունեցող զարգացումներն են, երկրորդը եվրոպական ակումբային մրցաշարերն են եւ երրորդը կարծում եմ բոլորի համար քառամյակի ամենասպասված թեման է աշխարհի առաջնությունը։ Համաձայն եմ։ Կա մի առաջնություն եվրոպական top լիգաներում, որտեղ որ իրադարձությունները քո պատկերացրածից տենց անակնկալ ընթացան եւ այն ինչ գրանցվեց վերջն արդյունքում։ Եթե խոսում ենք չեմպիոն դարձած թիմերի մասին, հա, առասարակ հնարավոր է որ լքել են պայքարը։ Դե քիչ էր մնում նման մի բան տեղի ունենալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց ուրախություն շատերի։ Հատկապես քեզ։ Տոտենհեմը կարողացավ փրկվել, բայց այսպես զոհաբերեց Պրեմիեր լիգան դրա փոխարեն մեկ այլ լավ թիմի West Ham United-ը դուրս մնաց Պրեմիեր լիգայից։ Մնացած առումներով երևի ամեն ինչ սպասելի սահմաններում էր, հատկապես եթե չեմպիոնություններից խոսենք, Արսենալը վերջապես դարձավ չեմպիոն, թեև ես մինչև վերջին պահը մինչև Մանչեսթեր Սիթի Էվերտոնի հետ հանդիպումը հավատում էի, որ Սիթին շրջանցելու է դա եւ դառնալու է նորից չեմպիոն, հատկապես որ Գվարդիոլայի վերջին մրցաշրջաններ կցանկանան գեղեցիկ իրենց ձեռքում էր ամեն ինչ։ Այո, Էվերտոնին հաղթեին, հետո իրենց ձեռքում էր լինելու, բայց Արսենալը վերջո պոկեց այդ չեմպիոնությունը երկար սպասված։ Իսպանիայում Բարսելոնան կարծում եմ շատ կանխատեսելի առավելություն ստացավ Ռեալի նկատմամբ, որը շատ բարդ ժամանակներ է ապրում եւ հաշվի առնելով որ վերջերս նախագահական ընտրություններ եղան եւ մնաց Ֆլորենտինո Պերեսը, իմ անձնական կարծիքով դա Ռեալի այս ճգնաժամային վիճակը մի փոքր կերկարացնի։ Այսինքն կարծում ես, որ այդուհանդերձ հենց այո, նորություն պետք էր, թարմություն պետք էր, երիտասարդ տեխնացուն Ռիկելմեն կարծում եմ կարող էր շատ բան փոխել արքայական ակումբում, բայց մնաց Պերեսը, եթե առավել եւս բերի Ժոզե Մորինյոին, ինձ համար դա քայլ հետ է արքայական ակումբի համար, թե նախագահական տեսանկյունից, թե մարզչի տեսանկյունից։ Իսկ այնտեղ ինչ որ ֆուտբոլիստ են քննարկում, որը սենց առեղծվածային կերպարի բան է ստացել, քող է ստացել ու ես չեմ հասկանում ում մասին է խոսքը։ Դե ամեն տեխնացու իր խոստումներ տալիս, եթե ես ընտրվեմ, գիտենք, բայց դե Պերեսն էլ կարծես հաստատեց, որ Մայքլ Օլիսեի մասին էր խոսում, չգիտեմ, ինչու պետք է Բավարիան զիջի, չգիտեմ, բայց ամեն դեպքում։ Իդեպ Բավարիայի մասին, Բավարիան անսպասելիորեն դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Լրիվ անսպասելի։ Այո։ 68-րդ թե 69-րդ անգամ երևի։ Ինձ թվում է իրանք էլ անգամ չեն հաշվում։ Այո։ Դե դա վաղուց մեկ ակումբի առաջնություն է եւ Բավարիան կրկին ապացուցեց, որ ուժեղ է Ֆրանսիայում դե Paris Saint-Germain-ը նորից շատ հանգիստ հաղթեց, թեև միավորներով միգուցե դա շատ չարտահայտվեց, բայց ամեն դեպքում Լուիս Էնրիկեն հիմա ունի հնարավորություն մանևրելու, նա կարողանում է առաջնությունում որոշակի ռոտացիա կիրառել, որ Չեմպիոնների լիգայում ամեն ինչ ավելի լավ լինի եւ այդպես եղավ։ Երկու դժվարություններ ուներ լիգա 1-ում, բայց ընդհանուր առմամբ այո, ժամանակին ապահովեց այդ չեմպիոնությունը եւ կենտրոնացավ չեմպիոնների։ Շատերը Ֆրանսիայի առաջնությանը անենց չի, որ միշտ հետևում են ամեն շաբաթ, կարծում եմ այդուհանդերձ top 5 առաջնությունների մեջ ամենակիչ դիտվողն Հայաստանում, բայց այնտեղ երկու թեմա կա, որի մասին եթե դու տեղյակ ես կամ ինչ որ ընկալում ունես այդ ամեն ինչի, ունենք Նանտի առաջնությունը լքելը ամենաուժեղների պայքարում այդքան վատ հանդես գալու, մեկ է Մարսելի ֆինանսական խնդիրներն ու իրավիճակը, կարծում ես ֆրանսիական ֆուտբոլը ինքը տոտալ ճգնաժամի մեջ է ու մի հատ PSG-ա մնաց, թե դե ցավոք սրտի ֆրանսիական ֆուտբոլի սիրահարների համար, այո, դառնում է մեկ թիմի առաջնություն, որովհետև ֆինանսապես Paris Saint-Germain-ը ես ռիսկի եմ դիմում, բայց կասեմ, որ գերազանցում է մնացած բոլոր թիմերին միասին վերցրած։
Իսկ դա անդունդ է։ Կարծում եմ իրատեսականին մոտիկ բան ես ասում։ Եթե անգամ այդպես չէ, շատ մոտ է այդպես լինելուն, որովհետև դա մի հսկայական տարբերություն է ստեղծում, ես չեմ պատկերացնում, եթե Մարսելի պես թիմը, որը երկրորդ տեղի թիմ էր ամբողջ առաջացան ընթացքում, ֆինանսական նման խնդիրներ ունենում եւ զրկվում է, կարելի ասել ամեն ինչից, էլ ում մասին խոսենք, էլ ինչի մասին խոսենք։ Ինչ վերաբերում է Նանտին, ապա այստեղ շատ զարմանալու կարիք չկա, Նանտ անունով թիմ է, բայց Ֆրանսիայում վերջին տարիներին շատ անունով թիմեր են անհաջող հանդես գալիս, նահանջում են Լիգա 2, հետո ստացվում է վերադառնում են։ Նանտը ուղղակի ունի շատ գեղեցիկ համակրելի թիմի համբավ, սկսած դեռ 90-ականների կեսերից, երբ Չեմպիոնների լիգայի խաղարկությունը միջև կիսաեզրափակիչ հասան, ես շատ լավ հիշում եմ Մոսկվայի Սպարտակի հետ քառորդ եզրափակիչները, դիտել եմ այդ հանդիպումները այն ժամանակ, երբ այդ պահից չսիրել Նանտին, չսիրահարվել այդ թիմի խաղին հնարավոր չէր, թե գույները, թե ցուցադրած ֆուտբոլը, թե կերպարները, որոնք այնտեղ հայտնում են, եկել էր մի պահ, որ Նանտը այստեղ էլ մեզ տվեց իդեպ Գորմանվելյանին, հայկական ֆուտբոլին տվեց, բայց այդպես լինում է, շատ թիմեր Ֆրանսիայում այդ ճակատագրին արժան։ Այ կապեցիր հայկական ֆուտբոլի հետ, ես էլ այդ թեմայով ուզում եի մի հատ հարց տալ, քանի որ քննարկվում է թե Տիկնիզյանի, թե որոշ դեպքերում անգամ Սպերցյանի տեխնատությունը, որ կարող են հայտնվել ֆրանսիական լիգայում, արի ընդհանուր լիգան վերցնենք, ինքը այդուհանդերձ կենսուննա կա, ըստ քեզ, որ տեղ դառնա հենց մեր տղաների համար, որ թիմն էլ որ ընտրեն։ Ես ավելին ասեմ, մեր շատ տղաների համար դա կարող է կարիերայի գագաթնակետը լինել, այդքան ուժեղ առաջնություն է մեզ համար։ Լիգա 1-ը իսկապես շատ ուժեղ առաջնություն։ Չէ, ես նկատի ունեմ այն տեսանկյունից, որ հնարավոր է այս թիմը հաջորդ տարի սնանք հայտարվի, մյուսը Դե չեմ կարծում որ բոլորի հետ այդպես ամեն մրցաշրջանում լինի։ Լավ, հիմա մի դեպք եղավ, Մարսելի համար նորություն չէ։ 90-ականների սկզբեր նորից գնանք, հիշում եք ինչ էր կատարվեց, երբ հաղթեցին Չեմպիոնների գաղութի խաղարկությունում։ Ինչ եղանակով այդ ամենը եղավ, ինչ սկանդալների կենտրոնում հայտնվեց Մարսելի Օլիմպիկը, բայց ապրեցին այդ ժամանակաշրջանը անցան, հիմա եւս մեկն է կարծես եկել, բայց Մարսելը այն որ սուպեր ֆուտբոլային քաղաք է եւ այնտեղ ապրում են ֆուտբոլով, դա տարբեր տեղեր է արտահայտում, այդ ֆիլմերում։ Տաքսին վառոր իրական, ինչպես են խաղարկել Մարսելի գործունը։ Այո, Ջիբրիլ Սիսեի ժամանումը այդ ակումբ օրինակ։ Իսկ մեր ֆուտբոլիստների համար իհարկե սա շատ լավ տեղ է, եթե կարողանան, թող գնան։ Իդեպ Հենրիխ Մխիթարյանը մի առիթով շատ լավ նախանշեց այդ ուղին հայ ֆուտբոլիստների համար, որ կարելի է ֆրանսիական միջին ակումբից սկսել, դրսևորել, հետո հայտնվել ավելի ուժեղ առաջնության, ավելի ուժեղ թիմում։ Միանգամից հայտնվելով այնտեղ շատ դժվար է ադապտացվել եւ խաղալ։ Չէ՞ որ ինքը այդպիսի ճանապարհ անցավ ի վերջո։ Պարզապես գերմանական ու ոչ այդքան միջին, բայց ամեն դեպքում ինձ թվում է այդպես ստացվեց, որ նաև իր շնորհիվ Բորուսյան միջին թիմ չէր, ավելի բարձր էր, այօրինակ հիմա բավականին միջին թիմ է դարձել Դորտմունդի Բորուսյան, բայց այն ժամանակ այդ տեսանկյունից Հենոյի ընկալումները լրիվ տարբերվում են Սպերցյանի հայտարարություններից, ով մասնավորապես իհարկե խոսել էր իսպանական ոչ այդքան հայտնի ակումբի մասին, բայց ինձ թվում է կարելի է զուգահեռ անցկացնել, հա, ինքն էլ ասել էր ինչ որ պայմանական էլ չէ, ես չեմ ուզենա գնա։ Ենթադրում եմ, որ միջին ֆրանսիական ակումբներն էլ իրան չեն բավարարի այդ դեպքում, եթե այդ լոգիկայով է մտածում։ Այստեղ տարբեր ընկալումներ կարող են լինել, տարբեր ինտերպրետացիաներ, ինչ է ասել ֆուտբոլիստը, ինչպես են դա մամուլում ներկայացրել, դե լավ, ել չեն հասկանալի է, բայց օրինակ, հա, վերցնենք ակումբ, ուր գնաց Արսեն Զախարյանը, Ռեալ Սոսիեդադ, ինչ վատ տարբերակ է, եթե լինի նման հնարավորություն, բայց ամենաշատը հիմա շրջանառվում է Կոմոյի տարբերակը, 1 տարի առաջ, 1.5 տարի առաջ համաձայնիչ Սպերցյանին ասեին, նորից կարող էր հնչել այդ արտահայտությունը, պայմանական Կոմո չեմ ցանկանում, բայց ինչ դարձավ Կոմոն Ֆաբրեգասից հետո, եւ ուր հայտնվեց Չեմպիոնների լիգա դուրս եկավ, իսկ հիմա Կոմոյում խաղալու միայն երազանք է նման ֆուտբոլիստների համար, այն էլ այդպիսի մարդ մոտ, որը կարողանում է բացահայտել ֆուտբոլիստներին։ Դե նախանշեցիր ֆիզիկա աշխարհագրական տեղանքը, որի մասին պետք է խոսենք, Կոմո լիճ լավ թող լինի արդեն ֆուտբոլային քաղաք ու Իտալիա։ Հայավարի կյանքն ենք դասավորում, հա, որտեղ ապրի լավ տեսարան լինի,
Դե կոմոն դրանով է կարծում եմ շատերին հայտնի եղել։ Ամեն դեպքում, լավ, տեղափոխվենք Իտալիայի առաջնություն, որտեղ որ Հենոն ունի ոսկե դուբլ եւ ընկած եւս մեկ պայմանագիր 1 տարվա։ Որքանով այդ գործոնը կարա նպաստի, որ Հենոն մնում այնտեղ Ինտերի համար Միլանից էլ կոմոնել այդքան հեռու չի։ Սպերցիանը եթե իրական լինի այդ առաջարկը, կարծում ես ճիշտ ժամանակն է, որ գնա։ Ու ճիշտ տեղ։ Եկեք պատկերացնենք մի բան, որ Հենոն Սպերցիանի գործակալը չէ ի վերջո եւ նա չի զբաղվելու այդ։ Նա կարող է միայն խորհուրդ տալ եւ տալիս է, ես վստահ եմ, ես ճանաչելով Հենոին գիտեմ, որ բոլոր հայ ֆուտբոլիստները։ Չէ, դե կուզենաս չէ, որ հայ մարդ լինի մոտակայքում ոչ այդքան հեռու։ Կոմոյ որ շրջես անընդհատ կհանդիպես հայերի, այնպես որ այնտեղ միայնակ չի մնա Սպերցիանը, բայց խորհուրդ իհարկե Մխիթարյանից կստանա, սերիա A-ին հարմարվելու խորհուրդներ, ինչպես ճիշտ վարվել այս կամ այն իրավիճակում, այդ ամենը իհարկե կլինի, շատ լավ կլինի, որ այսպես ասած գլխին փորձառու մարդ լինի եւ Սպերցիան ավելի հեշտ ադապտացվի, իսկ նրա ֆուտբոլային որակները թույլ են տալիս կարծում նման առաջնությանը հարմարվել, գոնե մեկ մրցաշրջանում։ Իտալիայի առաջնությունում ինչա տեղի ունենում։ Մենք երկու գիգանտի իտալական ֆուտբոլի տեսնում ենք ինչ որ կասկածելի կարգավիճակում, հա, Միլանին ու Յուվենտուսին, որը մեղմ ասած իտալական ֆուտբոլի համար որովհետև մոտավորապես 3-4 տարի առաջ թվաց, որ իտալական ֆուտբոլը վերադարձրել է իր դիրքերը։ Կներես, այդ ինչի պատճառով, որովհետև Ինտերը Չեմպիոնս լիգայի ֆինալ էր դուրս գալիս, թե Ինտերը Չեմպիոնս լիգայի եզրափակիչ էր դուրս գալիս, Ինտեր Միլան կիսա եզրափակիչ այնտեղ տեսանք։ Լավ։ Իտալական ակումբները բոլոր եվրագավաթներում տոն տալիս էին, իտալական ակումբները մրցունակ էին, հենց այնպես, եթե պարտվում էին մյուս երկրների թիմին չէին պարտվում, այսինքն նորից մենք հասկանում ենք եւ վերջը ամենակարևորը ասերիայի հանդիպումները դիտելը դարձել էր նորից հետաքրքիր, բայց շատ կարճ տևեց այդ գործընթացը, նորից իտալական ակումբները ինչ-որ կտրուկ նահանջեցին եւ եթե Յուվենտուսի ու Միլանի պես թիմերը չեն կարողանում անգամ քարյակ մտել եւ դուրս գալ Չեմպիոնս լիգայի խաղարկություն, ապա ինչ առաջընթացի մասին կարող ինչ է կատարվում, ուղղակի չեմ կարողանում հասկանալ, նման ֆուտբոլային երկիրը դարձել է ծաղրի առարկա, հավաքականը 3-րդ անգամ անոթ մեջ մունդիալ դուրս չի գալիս, ակումբները այսպես ցախողվում են եվրագավաթներում, իսկ ասերիայում Նապոլին լավ դեռ այնտեղ կարելի հասկանալ, որ քարյակում է, Կոմոնը այնտեղ հայտնվում ամենայն հարգանքով Կոմոյի ու Ֆաբրեգասի նկատմամբ, բայց իրենց մակարդակին մնացող Միլանի ու Յուվենտուսի պարագայում չէր կարող նման բան լինել։ Ուզում եմ հասկանալ տեսական տենց ինչ պատճառներ կան, որոնք որպես արդարացում, երբ դու ինքդ քեզ հետ խոսում ես Իտալիայի առաջնություն իտալական ֆուտբոլի մասին, այդ պատճառները գլոբալ է ճգնաժամը որն է։ Անկեղծ չեմ կարող ասել, որովհետև բոլոր պայմանները կան։ Եթե ժամանակին ախվում էինք, այսպես ասում ենք ստադիոնում, թե կան պայմանները դարձել լուծելու։ Պայմաններ կան ճգնաժամ չլինելու համար, բայց նրանք ճգնաժամում են։ Ստադիոնները լավ հիմա ունեն, բոլոր պայմանները ֆուտբոլիստների, ակումբների համար ստեղծված են։ Ինչ որ սկանդալային դարաշրջան չէ, ֆինանսական մախինացիաների ժամանակաշրջան չէ, բայց հենց դրանում է պարադոքսը երևի, որ չլինելով ինչ-որ վատ բանի կենտրոնում, իտալական ֆուտբոլը միևնույն է հետ է գնում։ Միջև ուր է հետ գնալու, եկել է անգամ հասել է պահը նրան, որ մենք նայում ենք Իտալիայի հավաքականի խաղերը եւ շատ քիչ մարդկանց ենք ճանաչում, մենք այդ մասին խոսում ենք իդեպ հավաքումից առաջ։ Երիտասարդական հավաքականն է փաստացի։ Սա ցույց չէ։ Հիմա կարելի է ասել, որ փորձարկում էր ինչ-որ խաղացողների, բայց միևնույն է հիմնական կազմն նայում ես եւ այնտեղ Սկուադրա Ադզուրայի մակարդակի տղաներ շատ քիչ են։ Ապերինյան թերակղզու sense միջերկրական ծովով ֆրանկ գնանք կղզի Անգլիա։ Իրան վերածելով top լիգաների մեջ համար մեկը, որը արժանիորեն հիմա զբաղեցնում է ու իրանց որպես background վերցնելով խոսենք ընդհանուր եվրոպական ֆուտբոլի ու եվրոպական մրցաշարերի մասին, Չեմպիոնս լիգա էլ, կոնֆերենցիա էլ, Եվրոպա լիգա էլ։ Ինչու, որովհետև 3 գլխավոր ստուգատեսերում էլ իրանք եզրափակչում մասնակից ունեին։ Փաստացի 2-ում հաղթեցին, 1-ում պարտվեցին։ Անգլիական ֆուտբոլի այս հեգեմոն վիճակը
ինքը շատ տևական ըստ քեզ կլինի, թե էսի պարզապես էլի ոնց որ Իսպանիան էր ժամանակին, ոչ վաղ անցյալում դրանից առաջ Իտալիան էր ու ինչ որ մի բան է տեղի ունենում, կամ սխալ են կարում կառուցեն իրանց ազգային լիգան ու արդյունքում այդ հեգեմոն դիրքը կորցնում են։ Անգլիայում ինչ կլինի։ Անգլիան կարծում կպահի դեռ երկար այս դիրքը, եթե Իտալիայի հետ համեմատությունը տեղին համարում են, որովհետև Իտալիայում թոփ հակումները շատ են եւ երբ Իտալիան իր լավ վիճակում է, բարձր կետում է, ասերյան իսկապես շատ հետաքրքիր արտադրանք է դառնում հեռուստատեսության համար եւ ստադիոններում բնականաբար ազատ տեղեր չեն լինում։ Բայց Իսպանիան երբեք չի եղել այդ մակարդակի լիգա, չի ունեցել այդ մակարդակի լիգա։ Իսպանիան ունի 2, երբեմն 3 շատ ուժեղ թիմ։ Բայց արի ընդունենք որ իսպանացիները մսխում են իրանց կրեդիտը որ ունեն նույն Վալենսիան դու դառնաս Իսպանիայի չեմպիոն 2 անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գաս Սևիլյան որը 6 անգամ հաղթել է Եվրոպա լիգան լավ այդ գումարները ուր են գնում այդ թմերը ինչ են լինում չգիտեմ բայց Իսպանիայում այդ գումարները չկան այդքան չկան որքան Անգլիայում են եւ այդ գումարները երևի այդ թիմերին չեն բավականացնում մենք նորից խոսում ենք Ռեալի ու Բարսայի մասին եւ Ատլետիկոյի, որը տարբեր մեխանիզմով կարողանում է իր դիրքը պահել, որովհետեւ Ատլետիկոն միշտ sold out-ներ ունի իր ստադիոնում, մարզաշապիկների վաճառքի խնդիր չունի եւ իրեն թույլ է տալիս պահել արդեն մի քանի տարի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզչին, այսինքն Ատլետիկոն իր պլյուսի տարբերություն Բարսելոնայի ավելի շուտ կառուցեց շատ սիրուն մարզադաշտ։ Այո, դա էլ իր հերթին։ Ու ավելի սահում։ Ավելի սահում, որ այդքան Դե Բարսելոնայի պարագայում կներես թեմայից շեղվում են, բայց ըստ իս հայտարարությունը լինել Բարսելոնա ու ստադիոնը կառուցած հայտարարել ամբարձիչ կռունկներով, բաներով ինչ որ պատկերը, որ հայտարարում է իրաց։ Ամենավերևի հատվածը դեռ պատրաստ չէ, տանիքը բնականաբար դեռ տեղադրված չէ, մի խոսքով 27 թվականի վերջում ինձ խոստացել են, որ պատրաստ է։ Չգիտեմ, բայց վերադառնալով Անգլիայի Պրեմիեր լիգային, տես ինչու են նրանք գծերի վրա եւ շատ հարթ գնում են այդ գծերով, որովհետեւ ֆինանսական այնքան ճիշտ համակարգ են կառուցել, այնքան գումար են վաստակում ակումբները տարբեր տեղերից, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալը արդեն իրենց ապահովում է անաղքատ կյանք։ Եթե Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրս ես մնում ու Իսպանիայի չեմպիոնից շատ գումար ես աշխատում։ Այո, դա արդեն խոսում է ամեն ինչի մասին։ Դրա համար չեմպիոնշիփը այսօր ամենահետաքրքիր առաջնություններից մեկն է, որովհետև այնտեղ իսկական կռիվ է գնում Պրեմիեր լիգայում հայտնվելու համար։ Բոլորը գիտակցում են ինչ է նշանակում բարձրանալ Պրեմիեր լիգա։ Անկամ գրավելով վերջին տեղը դու հսկայական գումարներ ես վաստակում։ Հեռուստատեսային իրավունքից առաջին հերթին սա դրված է այնպես հստակ, այնքան հստակ, որ ոչ մի ուրիշ բանի մասին կարող են չմտածել ակումբները։ Միայն այդ իրավունքներից հեռուստատեսային իրավունքների վաճառքի ստացած գումարը բավական է շատ լավ մակարդակի թիմ պահելու համար։ Դրա համար էլ Անգլիան տարբերում է։ Դրա համար էլ Անգլիայում նայում ես երկու հետնապահների այնպիսի հաճույք է ստանում, որ հասկանում ես, որ նրանք կռվում են, պայքարում են, նրանց պետք է այդ տեղը Պրեմիեր լիգայում պահելու։ Ոչ Իսպանիան, ոչ Իտալիան, ոչ Գերմանիան, ոչ Ֆրանսիան չեն կարողանում դա անել, որովհետև չեն ստեղծել մարզական այդ պրոդուկտը, չեն կարողանում դեռևս, որ նման գնով կարող են վաճառել։ Ամենաշատ գնվող առաջնությունը վերջ ամբողջ աշխարհում։ Անգլիայի առաջնությունում հիմա այնպես է ստացվել, որ արդեն 9-րդ հորիզոնականը փաստացի եվրոպական աշուն գարուն կարա ունենա։ Այո։ Չեմպիոնների լիգայում շատ հավանական էր, որ եզրափակիչը լրիվ անգլիական լինի։ Քեզ այս իրավիճակը որպես ֆուտբոլի երկրպագուի չի անհանգստացնում, այ լավ դարձավ անգլիական ֆուտբոլի հեգեմոնիայի առաջնություններ։ Դե ես չեմ ասում, որ հավերժ այսպես կմնա։ Ի վերջո բոլոր լավ բաներն էլ վերջանում։ Շակերտների մեջ վտանգ կա, որ մի 5-10 տարի կարա մնա։ Այո։ Դա կա։ Դրանից հետևությունները Եվ դա Անգլիայի խնդիրը չէ իդեպ։ Դե UEFA-ի ու եվրոպական երկրների խնդիրն է։ Իսկ դա խնդիր է առասարակ թե մենք ենք որպես խնդիր դա անցալում։ Լավ մենք որոշ առումով խնդիր է, որոշ առումով ոչ։ Խնդիրը ասեմ որտեղ, որ Անգլիայի Պրեմիեր լիգան արդեն վաղուց կարողանում է UEFA-ին իր պայմանները թելադրել։ Ասել, որ ինչպես էր ժամանակին օրինակ, երբ անգլիական ակումբները չէին խաղում Եվրոգավաթներում։
Ուղղակի չէին խաղում, հրաժարվել են եւ վերջն իրենց չէր հետաքրքրում, որովհետեւ լուրջ չէին ընկալում սկզբում։ Հիմա կարող է հակառակը լինել, ասեն որ եթե մեր պայմաններով համաձայն չեք, մենք չենք խաղա ուղղակի։ Ինչ որ մի պահ եթե չեմ սխալվում UEFA-ն էլ արգելել էր իրանց, եթե երկրպագուական այո, դա եղավ երկրպագուների պահվածքի պատճառով, երկար ժամանակ որակազրկում Լիվերպուլի այդ ողբերգական խաղը երբ եղավ Էյզելում, դրանից հետո որակազրկվեցին, իսկ մինչև այդ եվրագավաթների մեկնարկային ժամանակահատվածում անգլիական թիմերը ուղղակի այդ նախագծին չէին հավատում եւ ավելի կարեւորում էին իրենց առաջնությունը, ուղղակի չէին գնում խաղալու։ Հիմա անգլիական ակումբները այնքան են աճել, Անգլիայի Պրեմիեր լիգան այնպիսի հեղինակություն ունի, որ կարող է UEFA-ին ասել, եթե օրինակ իմ որոշակի պայմանները չլինեն, ես իմ ակումբներին թույլ չեմ տա խաղան։ Իսկ դա հարված կլինի Չեմպիոնների լիգայի հեղինակության։ Այստեղ է ինձ համար գլխավոր վտանգը։ Իսկ ճիշտ ասած ինձ համար գլխավոր վտանգը, ես ուզում եմ ասեմ թե ինչն է որպես վտանգ ընկալում, ֆուտբոլի համար վտանգ։ Դու ասա թե որքանով ես դու դա վտանգ համարում կամ առհասարակ կարևորում։ Իմ համար անհավասարաչափ ֆուտբոլի զարգացումն է գլխավոր խնդիրը, երբ որ Արևելյան Եվրոպան միշտ տոն տվող է եղել, ամեն դեպքում ինքը շատ լավ տաղանդներ է տվել համաշխարհային ֆուտբոլին ու շատ լուրջ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող թե լիգաներ ունի եւ թե ակումբներ առանձին, բայց հիմա որ նայում ես Արևելյան Եվրոպան, էդի չգիտեմ ինչ է, ինքը ես Օլիմպիակոսի հաջողությունները չգիտեմ մտցնել դրա մեջ sense ամեն էս արդարացնող բանով կոնցեպտով իմ ցանկությամբ որ Արևելյան Եվրոպայից թիմ լինի, բայց միաժամանակ ես հիշում եմ Օլիմպիակոսը իրանից ինչա ներկայացնում, մի մաֆիա կլան էլ ինքն է Հունաստանում։ Այսինքն ինքը առողջ ակումբ չի, ինքը կարա այսօր դառնա կոնֆերենցիաների լիգայի հաղթող, 2 տարի հետո ինձ թվում է կարողա պարզվի, որ ինքը հունական ֆուտբոլի բանն էր, քաղցկեղներ իրան հեռացրել են։ Հունաստանում երբ այդպես չի եղել։ Դե հա, այնտեղ նախագահան կարա զենքով մտնի դաշտ։ Ինչը եղել է, այո։ Դե Հունաստանը տանկով կրակեն ստադիոն։ Մյուս երկրները եթե չվերցնենք օրինակ Ուկրաինային, որը որտեղ պատերազմը ու լիգան մի կերպ 15 տարի, այո, ապահովում էր երկու ուժեղ ակումբ եւ նրանք շատ լավ ֆուտբոլիստներ էին։ Հենոյն ժամանակ Շախտյորը իշեն քանի ֆուտբոլիստ այդ սերնդից հետո թոփ ակումբներ։ Մի փոքր էլ հետ գնանք։ Դինամո Կիևը, Սպարտակ Մոսկվան։ Դինամո Կիևը աշխարհին տվեց Անդրեյ Շևչենկո։ Խոշոր աշվով աղթեին։ Սպարտակն է ժամանակին այդ տարիներին նաև այո ես համաձայն լեհական եւ հունական օրինակ Պանաթինայկոսը Լեհաստանից ակումբներ կան լեգիաներ չեմպիոնների կան պարտադիր հանդես գալիս բայց եկավ ժամանակ երբ այդ արևելաեվրոպական առաջնությունները փակվեցին իրենց մեջ եւ սկսեցին ուղղակի ներքին իրենց պայքարը տանել ու տաղանդների ակնհայտ պակասը այդտեղից էլ արտահայտվեց անգամ Ռոբերտ Լևանդովսկիի պես ֆուտբոլիստին շատ դժվար է լեհական ֆուտբոլի արտադրանք համարել, որովհետև գիտակցական իր կարիերայի կյանքի առաջին լուրջ քայլերը արդեն սկսել է Լեհաստանից դուրս կատարել։ Իդեպ որպես քո ասածին հավելում, ասեմ որ Լեհաստանում նա խաղում էր որպես պաշտպան։ Այսինքն նրա մեջ տեսել են մնար Լեհաստանում եւ նույնիսկ ծիծաղելի այո։ Սա է հիմնականը որ զիջեցին Արևելյան Եվրոպայի երկրները առաջնությունները իրենց դիրքերը, թեև ինչ-որ երանելի դիրքերում չէին, բայց գոնե մեկ ակումբ ամեն առաջնությունից ինչ-որ հետաքրքիր կոլորիտ մտցնում էր, հիմա դա էլ չունենք։ Պլյուս եվրագավաթներում հաջողություններ ունեին, հա, ոչ, այնպես։ Սա տասնամյակի ընթացքում, բայց ֆինանսի ժամանակաշրջան է եւ գոյատևում է միայն հարուստը, միայն նա ով կարողանում է գումար հայթայթել գոնե։ Դրա համար Արևմտյան Եվրոպան շատ առաջ է գնացել, Արևելքը զիջում է, իսկ այդ համաչափ զարգացումը, որի մասին խոսում է, շատ բարդ է պատկերացնել հիմա։ Այդպես չի կարող լինել։ Նույնիսկ Արևմտյան Եվրոպայում տարբերությունները մենք տեսնում ենք, խոսում ենք քիչ առաջ Անգլիայի եւ մնացածի մասին, Ֆրանսիայում կոնկրետ խոսում ենք PSG-ի եւ մնացածի մասին, Գերմանիայում Բավարիան եւ մնացած համաչափություն ստանալը շատ բարդ է։ Ֆինանսներ կառավարելը այս դեպքում ամենակարևոր Այո, դրա համար այստեղ առաջին հերթին մարդու մտքին գալիս է սպորտի կառավարման ամերիկյան համակարգը։ Ինչ են անում ամերիկացիները, տարբեր մեխանիզմներով առավելություն են տալիս թույլ թիմերին, վերջին տեղերը գրաված թիմերին։
ամենաուժեղ խաղացողներին առաջնային ընտրելունարություն ունեն ամենավերջին տեղերը գրաված թիմերը։ Ֆինանսները բաշխվում են այնպես, որ վերջին տեղը չտարբերվի առաջինից շատ։ Այսինքն այնպես են անում, որ հավասարություն լինի։ Դրա համար բասկետբոլի ազգային ասոցիացիայում, հոկեյի ազգային լիգայում մենք տեսնում ենք, որ այս մրցաշրջանում թիմը ձախողեց, հաջորդ մրցաշրջանում Stanley Gauntlet նվաճեց կամ NBA չեմպիոն դարձավ։ Մի հատ էլ խնդրի մասին իրենց խոսեմ, ու քանի որ դեպի Միացյալ Նահանգներ տարար, նաև առիթա արդեն անցնելու 3-րդ թեմային, իրանց սպորտի գլխավոր խնդիրն էլ ես չեմ որ ասում եմ, դա այն է, որ շատ տեղային է մնում, այսինքն այդուհանդերձ ամբողջ աշխարհում հեռարձակումները, իրավունքները, ակումբների մասսայականությունը իրանք վայելում են միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հոկեյը, բասկետբոլը, իրանք այդ գումարը չեն գեներացնում երկրից։ Որոշ մարզաձևերի մասով կհամաձայնեմ իհարկե, ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ, էլ ինչ կա, գոլֆը ինչ որ առումով, բայց հոկեյի եւ բասկետբոլի հետ համաձայն չեմ, որովհետեւ Եվրոպայում գումարը հեռարձակման 17%-ը 17%-ն է համաշխարհային վարձակալությունից։ Իսկ ինչքան պետք է լիներ, շատ։ Դե եթե հաշվենք առնում, որ Անգլիայում 25%-ն է ներքինը եւ այն մնացածը Անգլիայի Պրեմիեր լիգան գնում են ամբողջ։ Իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայի օրինակ քանի տոկոսն է Եվրոպայից դուրս բերում։ Եվրոպայից դուրս հետաքրքիր թիվ է, բայց կարծում եմ այդուհանդերձ բավական լուրջ տոկոս կլինի, մանավանդ որ օրինակ UEFA-ն ցույց է տալիս, որ իր համար Անգլիայի Պրեմիեր լիգա ավելի շատ են նայում Եվրոպայից դուրս, քան օրինակ բասկետբոլի ազգային ասոցիացիա։ Ճապոնիա, վստահաբար, Կորեա, հա։ Դե չգիտեմ, Ասիայում, միջին արևելքում, հեռավոր արևելքում բասկետբոլը շատ տարածված է, կարծում եմ այնտեղ բավականին շատ նայում են, Եվրոպայում շատ նայում են, չգիտեմ, խնդիր պետք է որ իմ կարծիքով NBA-ն ու NHL-ը չունենան, բայց ամեն դեպքում։ Լավ, քանի որ եկանք ԱՄՆ-ն այս տարի պայմանական Մեքսիկայի ու Կանադայի հետ մնանք այնտեղ, Գլենդելը ընդունում է աշխարհի առաջնությունը։ Առասարակ այս ընտրությունը, սկսենք հենց ընտրությունից, հա, ընդունող երկրների լավ։ Որքանով է ճիշտ ուստեղ քաղաքականի գործոն չկա, որովհետև ԱՄՆ-ն այս տարի նշում է իր ստեղծման 250-ամյակ։ Ինչ ես ուզում լսել ինձ։ Ես գիտես ինչ եմ ուզում լսել։ Ես չեմ փորձի, որովհետև այդպես չեմ մտածում, բայց եթե մտածել, չէ՞ էլ փորձի քեզ համոզել, որ չկա քաղաքական ենթատեքստ։ Ռուսաստան, Կատար, ԱՄՆ ֆուտբոլը դարձել է ինչ որ։ Ինչի մասին է խոսքը, ով ժամանակին իր հարցերը լուծում է, նա ստանում է առաջություն անցկացնել իրանք, սա Ջանի Ինֆանտինոն արդեն այն աստիճան չի թաքցնում, որ Դոնալդ Թրամփի գլխարկով է շրջում տարբեր տեղերում, որ Ինֆանտինոին հրավիրում է Միացյալ Նահանգները ընդհանրապես սպորտի հետ կապ չունեցող միջոցառումների, օրինակ վերջերս հրավիրել էին Եգիպտոս, գիտես ինչ հարցով, այնտեղ Գազայի խնդրի խաղաղ լուծման հարցներ քննարկվում եւ Ջանի Ինֆանտինոն հրավիրված էր այդ համաժողովին։ Ինչ էր նա այնտեղ անում եւ հետո ուզում են ասել, որ քաղաքականությունից 2018 թվականին հեռու չգնանք Ինֆանտինոն ինքն էր գոռում գոչում, որ պետք է ամեն ինչ անել սպորտը, ֆուտբոլը քաղաքականությունից տարանջատելու համար։ Բայց հետո ինքը նույն Ռուսաստանին էր տվել արդեն իրավունքը, հասկանում ենք ոնց, Կատարին էր տվել, հիմա Միացյալ Նահանգներ, Մեքսիկա եւ Կանադան ուղղակի օգտվեցին առիթից, շահեցին հետո ինչ-որ անհասկանալի որոշում են կայացրել ամբողջ աշխարհում են անցկացնում աշխարհի առաջնությունը եւ 2034 թվական Սաուդյան Արաբիա, այսինքն շարքը շարունակվում է։ Մտածում եք, քանի ես կառավարում եմ, որքան նրա շատ վաճառ եմ այդ իրավունքները, հետո ինչ կլինի, թող հաջորդը գա, մտածի ինչպես է անցկացնել։ Դե դա նորմալ չէ։ Ես երբ ասում եի քաղաքական է շատ դարձ է, ոչ թե ուզում եի քո approve-ը այդ առումով, այլ այն, որ եթե տենց ես գնում, դա մի օր պրոստը փլուզվելու է, դե հնարավոր է։ Այդ ամբողջ բուրգը ֆինանսական բուրգերը ունեն փլուզվելու հատկություն, ընդ որում շատ կտրուկ, շատ արագ, ինձ թույլ չի տա ստել Սերգեյ Մավրոդին MMA-ին։ Այո, բարևներ։ MMA-ի MMM, հա, MMA-ի ասա։ MMA սպորտի աշխարհում մնացինք։ Չգիտեմ, ամեն դեպքում մեզ
երևի եվրոպացիներից, այսպես ասենք, հարմար չէ այս առումով առաջնությունը, որ այնտեղ է անցկացվում, մենք տանջվում ենք, գիշերները պետք է նայել խաղերը, բայց նրանց տեսանկյունից որ նայում ես, դե օրինակ Մեքսիկան միակ երկիրն է, որ երրորդ անգամ է արդեն ընդունում աշխարհի առաջնությունը։ Ացտեկան միակ ստադիոնն է, որ աշխարհի երրորդ առաջնությունից խաղ է ընդունելու։ Հիշում ես երկրորդը իդեպ ինչպես եղավ, պլանավորված չէր Մեքսիկայում, բայց երկրաշարժ եղավ եւ հրատապ տվեցին Մեքսիկային, նրանք էին պատրաստ, միշտ պատրաստ երկրներ չէ, կա Գերմանիա, որը միշտ պատրաստ է, Զանգարես Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիա կամ կառավարությունը ասել վաղը աշխարհի առաջնություն ձեզ մոտ ենք տեղափոխում, կասեն խնդրեմ։ Դե ինձ թվում է ինքը այնքան կատարել համակարգ ունի ֆուտբոլային, որ պարզապես իրենց համար մի հատ հավելյալ ինչ որ իվենթ է դառնում։ Լավ, մենք երկրի ընտրության պահը հասկացանք, ժամայինն էլ շնորհիվ քո դիտարկման, էդ էլ հասկացանք։ Մրցող թիմերի քանակի ուրճացում ասեմ, մեծացում ասեմ, չգիտեմ, դու ոնց ես դրան նայում։ Շատ վատ։ Ինձ համար ողբերգություն է սա, որովհետեւ Էլ արդեն ընտրյալների մրցաշար չի դարձել։ Իհարկե, աշխարհի առաջնությունում հայտնվելու համար ինչ պայքար էր ընթանում, ինչ տոներ այն թիմերի համար, որոնք կարողանում են։ Հիմա եթե Կյուրասաոն, Կաբո Վերդեն, Ուզբեկստանը կարողանում են դուրս գալ աշխարհի առաջնություն, Հորդանանը եւս նորեկ է, բայց Հորդանանը գոնե որոշակի դիրքեր ասիական ֆուտբոլում ունեցել է, արաբական գավաթի խաղարկությունում է որոշակի հաջողություններ գրանցել եւ կարող էր իրենց ընտրական մրցաշարում հաջող հանդես գալ։ Ուզբեկստանը, Կյուրասաոն, Կաբո Վերդեն ինչպես այդ շանսը ստացան, ինչպես օգտագործեցին, Кто этот պատիվ։ Գիտես ինչ եմ ուզում մեկ-մեկ այդ մարդկանց հարցնեմ, ասեմ դուք պատկերացնում եք Կյուրասաո Ուզբեկստան հանդիպումը ով է նայելու, ում է դա հետաքրքիր։ Ուզբեկստանը Կյուրասաոից իրենց երկրն է միայն կնայեն, առավել եւս որը կջղայնանա կնայի առավել եւս այնպես մենք Վրաստանի խաղերն ենք, այլ Եվրո։ Առավել եւս որ այդպիսի խաղերը անհարմար ժամերի են լինելու միանշանակ եւ դիտողականություն չի լինել, բայց ի սկզբանե կարծում եմ թքած են ունեցել այդ դիտողականության վրա, որովհետև կկոմպենսացնեն այլ հավաքականների մասնակցությամբ խաղերով, վերջում միջինացված լավ թիվ կներկայացնեն, կասեն խնդրեմ, մեր առաջնությունը 48 թիմով նայեց այսքան մարդ ամբողջ աշխարհում, դա բացառիկ ցուցանիշ է, ռեկորդ է, դե ներողություն, եթե խաղերի քանակը 40-ով ավելացել է, բնականաբար մարդկանց թիվը, իհարկե, մարդկանց թիվն էլ ավելանում է այդ խաղերն։ Ամեն դեպքում չգիտեմ, խմբային փուլում շատ ենք տանջվելու։ Փորձելու եմ, դե նայելու եմ, ես այսպես ասեմ, շատ խաղեր նայելու եմ, անգամ վատ ժամերի խաղեր նայելու եմ, բայց օրինակ Բրազիլիա Մարոկո հանդիպում, որ սկսվում է 2-ին, միանշանակ նայելու եմ, բայց ինչ որ պայմանական Հայիթի, չգիտեմ, Շվեյցարիայի հետ օրինակ վերցնենք, դժվար 8 ժամին ես այդ խաղի համար ինձ տանջեմ։ Ճիշտ ասած առաջին հանդիպումը որ նայեցի, այսինքն հենց առաջին հանդիպումը, որ բացման հանդիպումն է Մեքսիկա Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, հիմա իմ աչքին այդ հանդիպումը շատ ֆուտբոլային է թվում, երբ որ նայում եմ մյուս խմբերում ինչ իրավիճակ է։ Այո, դա բավականին շատ ֆուտբոլային խաղ է, որովհետև առաջին հերթին Մեքսիկանը միշտ հետաքրքիր աշխարհի առաջնությունում խաղում է լեգենդար ստադիոնում, խաղում է ֆավորիտի կարգավիճակում, Մեքսիկան միշտ հետաքրքիր է աշխարհի առաջնությունում եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, որը իր վուվուզելների ժամանակաշրջանից մեզ ցույց տվեց, որ կարող է աշխարհի առաջնությունների մասնակցել եւ մասնակցում։ Ես 1998-ին եմ հիշում, օրինակ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հավաքականը, որը նույնպես շատ իմ ամենասիրած առաջնությունն բայց դուրս չեն եկել բնականաբար, բայց շուտ հետաքրքրություն կա, կարողանում են խաղալ այնպես չէ, կտեսնենք ինչ կանեն նույն Կյուրասաոները եւ Հայիթիներն ու ուզբեկները։ Թեև հիմա Ուզբեկստանի մասին այսպես խոսում ենք, բայց Մանչեսթեր Սիթիից ֆուտբոլիստներ են մարդիկ պատրաստեցին։ Ամեն առաջնություն ունենում է մի հատ underdog կամ մի հատ թիմ, որը փայլատակում է։ Այս առաջնությունը նմանը կունենա, թե չէ։ Առաջնությունը կունենա underdog-երի մի ամբողջ շարան։ Ես կարող եմ հիմա թվարկել, այո, ովքեր կարող են այդ underdog-երը լինել։ Ֆավորիտներ բնականաբար ընտրյալներ են, ընտրյալ ֆավորիտներ կան։ Ես շատ կարճ ով կկրակի, կներես, կհասնենք, ես չեմ ուզում հիմա ֆավորիտներից, հասկացա։ Պայմանականորեն ինչպես Մարոկոն նախորդում կամ Թուրքիան կամ Հարավային Կորեան նախորդում, Շվեյցարիան։ Ինչու։ Եվ հնարավոր է Նորվեգիան։ Նորվեգիան կարծում եմ հասկացար ինչու։ Դե Իտալիային
սվաղեցին ընտրական մրցաշարում եւ ունեն գոլ խփող մեքենա։ Կարծում եմ լրիվ ճիշտ ժամանակն է, որ Հայաստան-Իտալիա հավաքականի հետ ընկերական հանդիպում անցնի։ Այո, հիմա մենք կարող ենք, այո, ռևանշի ասնել, ճիշտ ես ասում։ Իսկ Շվեյցարիան շատ տպավորեց ընտրական մրցաշարում, Շվեյցարիան ընդհանրապես վերջին տարիներին անընդհատ առաջ է գնում, թե ակումբային մակարդակում, թե առավել եւս հավաքականի մակարդակով, եւ շվեյցարացիները շատ ուժեղ թիմ ունեն։ Ես հիշում եմ ինչպես ինձ տպավորեց Շվեյցարիայի հավաքականը անցած անգամ, երբ առաջնությունը անցկացվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1994 թվականին, շատ հետաքրքիր թիմ ունեին, շատ ուժեղ ֆուտբոլիստներով, եւ հիմա կարծում եմ առնվազն այդ ելույթը կկրկնել, իսկ այնտեղ Շվեյցարիան կամ 1/8 եզրափակիչ կամ 4-րդ եզրափակիչ նույնիսկ հասավ, վախենում եմ սխալ։ Գիտես, իրականում շատ համաձայն եմ դիտարկմանը հետ, չնայած ես չեմ կարծում, որ իրանք կկրակեն այդ իմ ասած հարցի շրջանակներում, բայց ստաբիլության տեսանկյունից փոքր եվրոպական երկրների մեջ իրոք ինքը առանձնանում է ու փոքր լիգայով, բայց միշտ փոքր նկատած տարածքով։ Փոքր տարածքով ու լիգան դե համատաբար ֆինանսական առումով ինքը զիջում էլ է Ավստրիային, բայց չեմ կարծում, որ Շվեյցարիայի առաջնությունը ինքը իրանով Ավստրիայի Բունդեսլիգային զիջում է, որը թե ավանդապես ֆուտբոլային առումով շատ ավելի հարուստ է կարծես թե քան Շվեյցարիան։ Ես ներողություն խնդրում, ես այս տարի եղա Շվեյցարիայում, ես եղա Լոզանում, եղա Ժնևում։ Իմ պատկերացումը Շվեյցարիայի մասին մի փոքր այլ էին, այնպես էին նկարագրում, որ դա մի այսպիսի առանձին աշխարհ է Եվրոպայի կենտրոնում, դրախտ է, ամեն ինչ այնտեղ այսպես հստակ, ճիշտ է, սովորական եվրոպական երկիր էր առանձնապես արտաքին, ինչ որ տեսել եմ, չտարբերվող մյուսներից, եւ իր գեղեցիկ հատվածներով եւ ինչ որ թաղամասերով, որտեղ սարսափում ես, որ մարդիկ ապրում են, այսինքն բայց դու Բազելում չես եղել։ Բազելում չեմ եղել, այո։ Որովհետև Բազելում կա փողոցներ հատում ես, այնտեղ հայտնում ես Գերմանիայում ու հասկանում ես, որ ես Գերմանիայում ասում, իհարկե հրաշալի հատվածներ շատ կունենա։ Ես շատ տեղերում չեմ եղել, որտեղ դրախտի նման կլինի, բայց որտեղ ես եղա, դա այն նկարագրությունը չէր, որը պատկերացնում։ Բայց Շվեյցարիան, ասում եմ, ֆուտբոլային տեսանկյունից կարող է կրակել այս առաջնությունը։ Լավ, եւ այ հիմա նոր արդեն ֆավորիտների մասով։ Եվ ֆավորիտների մասին խոսելիս ուզում եմ, որ կանխատեսում էլ անենք, համեմատության մեջ դնենք իմ կանխատեսումը քոյի հետ եւ հասկանանք ում էս պատկերացնում են ամենաեզրափակիչ հատվածում, նկատի ունեմ կիսաեզրափակիչ, լավ 4 թիմ, որոնք որ կհասնեն կամ հնարավոր է հասնեն, ու ով կհաղթի։ Այս հարցին ես այսպես մի կարճ միտք եմ մշակել, պատասխանեմ, հետո կբացեմ, այդ է ամենաուժեղ կազմը այս պահին առաջնությունում ունեն Պորտուգալիան եւ Արգենտինան, թե կազմը, թե խաղը։ Երկրպագելու են Բրազիլիային, աշխարհի չեմպիոն դառնալու է Իսպանիան։ Այդտեղ ման եմ գալիս Ֆրանսիային, իր ճակատագիրը որտեղ է քո մոտ։ Ֆրանսիան բալանսից ընկել է կազմի մասով, որովհետև գերհզոր հարձակման գիծ ունի, նույնիսկ գլուխ կոտրուկ Դեշամի համար ով պետք է խաղա, ով չխաղա, բայց այսպես չասեմ միջակ լավի վերջո Ֆրանսիայի հանդեպ այդպես չի կարելի արտահայտվել, բայց ավելի թույլ միջին գիծ ունի, քան հարձակում եւ այսպիսի պաշտպանություն, որ նույնիսկ ինչ-որ սուպեր դարպասապայել չունի։ Դրա համար ես կարծում եմ, որ Ֆրանսիան կարող է յուրաքանչյուր թիմի գոլ խփել, բայց Ֆրանսիան կարող է շատ բաց թողնել եւ Ֆրանսիայի որոշակի խնդիրներ աշխարհի առաջնությունից առաջ ընդգծվեցին Կոտ դ'Իվուարի հետ ընկերական խաղում։ Եվ Կոտ դ'Իվուարը հաղթեց դրսում Ֆրանսիայի հավաքական, ես համաձայն եմ երկրորդ խաղակեսում կազմը փոխվեց, Մբապեն եւ Շերկին դուրս եկան, բայց ներողություն, եթե մենք խոսում ենք ֆավորիտի մասին, ինչու պետք է մեկ ֆուտբոլիստի կամ երկուսի հեռանալուց հետո այդպիսի տարբերություն ստեղծվի։ Ֆիզիկապես շատ ամուր Կոտ դ'Իվուարը ցույց տվեց Ֆրանսիայի բոլոր խոցելի տեղերը։ Եվ ավանդապես մի հավաքականի մասին, որը միշտ ուզում է ապացուցել, որ իր մոտից է ֆուտբոլը, բայց այդ առումով խնդիրներ ունի Անգլիայի հավաքականից ինչ սպասումներ ակնկալիքներ ունես։ Ընդհանրապես չեմ պատրաստվում քարկոծել Տուխելին, Ֆոդենին եւ Պալմերին ու Մագուայրին առաջին չտանելու համար։
որովհետև մյուսները տանում էին։ Ահա։ Տանում էին, ինչ արեց Անգլիան։ Ոչինչ, դե թող հիմա այսպես էլ փորձեն։ Հիմնավորում է ամենայն դեպս մարդը, որ մրցաշրջանի մեծ մասը չեն խաղացել։ Մեծ մասում չեն խաղացել, վնասվածք են ունեցել, մարզավիճակ չունեն։ Ինչու պետք է տանը մի ֆուտբոլիստի, որտեղ նա ունի հնչեղ անուն, դե հիմա այդպես է մտածում։ Ուրեմն թող հաղթի այսպես, բայց ընդհանրապես չեմ պատկերացնում, որ Անգլիան կարող է աշխարհի չեմպիոն դառնալ։ Իսկ իրանք ի՞նչն են սխալանում։ Այ իրանք հավաքականի գլխավոր խնդիրը ո՞րն է։ Օրինակ ես ֆուտբոլ են խաղում։ Դե ունեն ուժեղագույն լիգան, դրանով թող բավարարեն։ Հավաքական չի տպավորում ընդհանրապես։ Ֆուտբոլ չեն խաղում, որ հաճելի լինի անգամ։ Թեև հաջույքը այստեղ Արսենալը ապացուցեց, որ երկրորդ պլանում է կարելի է տհաճ ֆուտբոլով էլ արդյունք գրանցել, բայց ինչի շնորհիվ լավ Անգլիան։ Հենց ես այդ հարցն եմ ուզում հարցի պատասխանը, չնայած չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ունի այս աշխարհում, բայց մեկ տպավորություն ունեմ, որ Անգլիայում, այ կհիշես ժամանակին Ռուսաստանը մի ամբողջ, չգիտեմ, ինչ հնարավոր էր բերեց դրեց միտեղ, որպեսզի ինքը Եվրատեսիլում հաղթի։ Եթե կհիշես, Պլյուշենկոին բերեցին, որը փոքրիկ Սադաշտում ապարում է։ Դիմա Բիլանի ելույթ։ Ու հիմա իմ մոտ տպավորությունն է, որ անգլիացիները պատրաստ են նույնը անեն, ինչ հնարավոր է իրանց ավանդույթներից, սրբերից սրբա պատկերներից բերեն, որ հաղթեն ինչ-որ միտեղ, բայց չի ստացվում, բայց ինչու չի ստացվում, այդ է հարցը։ Այո, դա հարց է, որովհետև Անգլիան շատ ավելի աստղային կազմով 90-ականներին, 2000-ականներին չէր կարողանում հաղթել, հիմա ունի մեկ ֆենոմենալ վիճակում գտնվող ֆուտբոլիստ, Հարի Քեյնը, մարզավիճակից ընկած այլևս չտպավորող Ջուդ Բելինգհեմ, որը ամեն դեպքում հեղինակություն է, անուն է եւ թոփ ֆուտբոլիստ է, եւ մնացածը ինչով են տարբերվում, օրինակ նույն Շվեյցարիայի հավաքականի մակարդակից։ Մեծ հաշվով ոչ մի բանով բացի նրանից, որ խաղում են թոփ լիգայում, Անգլիայի առաջնություն։ Վերջացավ, հետեւաբար Անգլիայից ոչ մի սպասելիք չունեմ, եթե անկեղծ։ Մի հավաքականի մասին, որը ամենաշատն է հայտնվել, ամենաշատն է պարտվել եզրափակիչներում, ով միշտ լինում է լավագույն քառյակում, չկար քո լավագույն քառյակում, Գերմանիայի հավաքականը։ Դե բնականաբար չկար, որովհետև գերմանական ֆուտբոլն էլ Գերմանիան ունի մի առանձնահատկություն իր միջին մակարդակից, որը սահմանել է, օրինակ ցածր չի իջնում։ Երբեմն ընկնում է, բայց հետո փոխհատուցում է, օրինակ աշխարհի չեմպիոն դառնալով, ինչպես 2014-ին արեց։ Հետո նորից այսպես հարաբերական անդոր է, հա, ոչ շատ վատ, ոչ էլ լավ։ Գերմանիան կարող է շատ հանգիստ ինչ-որ մի ֆավորիտի հաղթել, բայց շարունակական անցնել այդ երկար ճանապարհը բոլոր ուժեղ մրցակիցներին ճանապարհից հանելով չեմ հավատում, որովհետև Գերմանիան եւս կազմի տեսանկյունից այդ ներուժը չունի։ Գերմանիան չունի իր ներքին դաշտում համեմատություն անեմ Յուրգեն Կլինսմանի մակարդակի հարցակողին անգամ մոտ մակարդակով մոտ ֆուտբոլիստի։ Եթե այդպիսի դեմքերով Գերմանիան օրինաչափություն էր, որ հաղթում էր, կամ կիսաեզրափակում էր, կամ եզրափակում, հիմա այդպիսի ֆուտբոլիստներ չունի եւ Գերմանիայի ներուժը շատ կտրուկ ընկել։ Բայց այդ ֆուտբոլիստների ժամանակաշրջանը մի տեսակ անցել է, դա համաձայն չես։ Դե անցնում է, եթե անգամ չի անցել, բայց իսկ ովքեր են այդ դեպքում հարցեր լուծելու համակարգերը, դե թող փորձեն գերմանացիները այդ ինչ-որ աշխատող ֆուտբոլիստների, սևագործ ֆուտբոլիստների միջոցով աշխարհի չեմպիոն դառնալ։ Կկարողանան, չգիտեմ։ Ի վերջո ֆուտբոլը ինչով է գեղեցիկ, որ գալիս է պահ խաղի ընթացքում, որ մեկ ֆուտբոլիստի կամ անհատական վարպետությունը կամ այդ պահին կայացրած որոշումը պատմություն են փոխում։ Դրանում ամբողջ գեղեցկությունն է։ Իսկ եթե պետք է գա մի պահ, որ մարզիչն արգելի, որ նա այնտեղ իմպրովիզացիա անի եւ ասի, այս իրավիճակում փոխանցում ես այստեղ, այս իրավիճակում հարվածում ես մոտակա անկյուն վերև, դա արդեն ռոբոտների ֆուտբոլ է դառնում եւ դա ինձ հետաքրքիր չի լինելու։ Իսկ ռոբոտների, եթե իմ կյանքի օրոք դառնա ֆուտբոլը այդպիսի, ես կդադարեմ նայել։ Ռոբոտների ֆուտբոլում Գերմանիայի մեքենաշինությունը
Գերմանիան իր այդ ճակերտներում ասած ռոբոտացմամբ հայտնի էր այդ ռոմանտիզմի ժամանակաշրջանում, որովհետև այնքան հստակ էին ամեն ինչ անում, մեխանիզմի պես աշխատում։ Բայց հիմա կարելի ասել բոլորն են դառնում Գերմանիա։ Անկամ Բրազիլիան, ինչ շատ վատ է ինձ համար։ Գերմանիայից անցնենք այ հենց այդ հավաքականին, ում անունը դու տվեցիր, ում երկրպագելու ես դու։ Բրազիլիայից այս անգամ ինչ սպասելիքներ։ Եթե անկեղծ վերջին մի քանի առաջնությունում այսքան սպասելիք չեմ ունեցել, որքան հիմա Բրազիլիայի հավաքականից, որովհետև ինչ որ բան է հասունացել, ինչ որ պահ է եկել, որ Բրազիլիան կարող է, որովհետև ինձ համար շատ կարևոր էր, որ Անչելոտին հրավիրեց Նեյմարին իդեպ։ Ամեն ինչ գիտակցում եմ, հասկանում եմ, որ նա մարզավիճակի խնդիր ունի, նա այդ լրջությամբ այլևս չի վերաբերում ֆուտբոլին, բայց այդ կերպարի, այդ տեսակի կարիքը Բրազիլիայի հավաքականն ուներ մի ֆուտբոլիստի, որը սուպեր աստղ է եւ կարող է իր շուրջ համախմբել թիմակիցներին, իր հետևից տանել, որպես ավակ եւ որպես, ավակ չի լինի երևի, Մարկինյոս ամեն դեպքում կլինի, բայց Նեյմարը կարող է, եթե անգամ մեկնարկային կազմի խաղացող չլինել, նա շատ բանով կարող է օգնել թիմին։ Հավանական համարում ես, որ Բրազիլիան կարա դրա այդ մեկտեղ նաև վատ իմաստով գլխավոր անակնկալներից մեկը մատուցի։ Օրինակ խմբից դուրս չգա։ Չեմ ուզում հավատալ, առավել եւս որ այնպիսի խումբ չէ, որ դուրս չգա։ Մարոկոն կարող է շատ խնդիրներ առաջացնել, մյուսները ոչ։ Այնտեղ Շոտլանդիան է եւ մոռացել եմ իրանց խմբի վերջին։ Ինձ թվում է այն հավաքականներից է, որ առաջին անգամ են։ Չէ, դրանցից չէ, բայց ամեն դեպքում խնդիր չպետք է լինի։ Բրազիլիան խմբից դուրս կգա, բայց ուր կգնա կհասնի նաև կախված է նրանից, թե ում հետ կհանդիպի play-off-ում, որքան էլ չեմ սիրում Վինիսիուսին, ես հույս ունեմ, որ հավաքականում վերջո նա կփայլի եւ իր որակները կցուցադրի, Ռաֆինյան մարզավիճակ հավաքած կլինի եւ շատ աշխատող եւ ուժեղ տղաներ, այդ թվում Անգլիայի Պրեմիեր լիգայից ունի կիսապաշտպանությունում Բրազիլիայի հավաքականը, Բրունո Գիմարայեսից շատ մեծ սպասելիքներ ունեմ, այսինքն կարող է, այս Բրազիլիան կարող է։ Եվ ես հավատում եմ, որ իմ կանխատեսումը, որ Իսպանիան է դառնալ չեմպիոն, չի իրականանա միայն այն պատճառով, որ Բրազիլիան կդառնա։ Լավ, այդ է հետաքրքիր էր։ Եվ վերջում մոտենալով ամփոփմանը, որպես մարդով աշխարհի առաջնությունները միշտ հետևել է, որպես մեծ ֆուտբոլասեր նաև եւ բացի այդ նաև ներկա է գտնվել։ Կաթարի աշխարհի առաջնությունը նաև եզրափակչին, չէ՞, թե չեմ սխալվում։ Ահա։ Այս աշխարհի առաջնությունը համաշխարհային ֆուտբոլի, հատկապես աշխարհի առաջնությունների պատմության այդ անթոլոգիայում ինչ տեղ կունենա։ Ինքը առաջ քայլ կլինի տեղում մնալու, ինչ որ աշխարհի առաջնություն կլինի, թե նահանջ կլինի գլոբալ առումով, ֆուտբոլային առումով։ Կարծում եմ ամեն դեպքում են շուտ մոռացվող առաջնություններից կլինի։ Ոչ մի նորամուծություն այս առաջնության հեղափոխական չի լինելու ֆուտբոլի պատմության մեջ, թե մրցավարական այդ փոփոխությունները, թե 3 երկրում միաժամանակ անցկացած, այսինքն մի ամբողջ աշխարհամասում ստացվում է անցկացնում են առաջնություն։ Կատարը ինչով էր տարբերվում, որ ամենակոմպակտ առաջնությունն էր։ Բոլոր ստադիոնները միմյանց շատ մոտ էին, մեկ քաղաքում էին ըստ էության Դոհայում էին եւ կար իդեպ ռուս լրագրող մեկնաբան, որ բոլոր հանդիպումներին ներկա եղավ։ Դա հնարավոր էր միայն Կատարում այդպես կազմակերպած առաջնություն։ Դե հիմա պատկերացրու Կանադայից, Միացյալ Նահանգներից մեծ պատտվելով դու չես կարող ոչինչ տեսնել։ Չեմ կարծում, որ ինչ-որ կերպ առանձնահատուկ կերպ հիշվելու է այս առաջնությունը կազմակերպման տեսանկյունից, եթե ֆուտբոլային մասով ինչ-որ բան լինի, կարող է օրինակ Կյուրասաուն դառնա աշխարհի չեմպիոն, ենթադրենք։ Հետ քայլել չեմ ուզում ասել, որ կլինի, բայց առաջնությունները անցավ գնաց, սպասենք մյուսին, այսպես կլինի։ Ճիշտն ասած մտածում եմ, որ այս աշխարհակաղակական իրավիճակով պայմանավորված շատ տենց մոտ ելնելով այս ամեն իրավիճակին, այդուհանդերձ կարծում եմ, որ տուժելու է։ Թե FIFA-ն որպես կառույց իր վարկանիշի հետ խաղանելով, թե այս առաջնությունը սենց ուրճացնելով, որովհետև իրոք ես չեմ հիշում մի առաջնություն, որի նկատմամբ խմբային փուլից սկսած չի ունենա
նախկիների պես հետաքրքրություն։ Իսկ հիմա ճիշտ ասած ուզում եմ խմբից դուրս գան, նոր սկսեմ հետևել առաջնությունը։ Ինձ թվում է, որ այդտեղից առաջնությունը սկսել։ Դե ընտրություն կարելի է կատարել, խմբային փուլում էլ հետաքրքիր հանդիպումներ գտնել եւ նայել, մնացած այո, կարող ենք պարզապես արդյունք դիմանալ, առավոտյան արթնանալ, իմանալ ինչպես է ավարտվել։ Դե պատրաստվում ես օրացույց պահել եւ նշել խաղերը։ Մեկը սա առաջին առաջնությունն է, որի դեպքում ընդհանրապես չեմ ուզում այդ մեծ պաստառը ունենամ եւ ամեն դեպքում հաղորդումից հետո ես քեզ մի գեղեցիկ պաստառ կնվիրեմ։ Դե շնորհակալություն, ես գամ իմ պաստառի հետևից։ Քեզ շատ շնորհակալ եմ կանխատեսումների համար։ Պարզապես ասեմ, որ օրինակ ես կարծում եմ այս առաջնության գլխավոր տենց անակնկալը լինելու է Իրաքի հավաքականը, չեմ կարա հիմնավորեմ, բայց մանավանդ այս վերջին խաղը որ նայեցի, իրանց ընկերական Իսպանիայի հետ։ Հա, ճիշտն ասած շատ հաճելի հավաքականի տպավորություն թողեց այն իմաստով, որ իրանց համար ընդհանրապես մեկ է Իսպանիայի չխաղալու ֆոնին երևի այդպես երևաց, բայց հնարավոր ամեն դեպքում ես կարծում որ հնարավոր է ինչ որ մի բան դե իրանց պարագայում հաջողությունն ու մեծ հնչեղ հայտարարություն անելը կարծում եմ խմբից դուրս գալ եւ մեկ փուլ անելն էլ կարելի է դիտարկել եւ ինչպես դու ճիշտ ասած ես էլ եմ հակված որ Իսպանիայի հավաքականն հաղթելու Եվ հա մի հատ էլ ճշտում հարց, որը չեմ կարա չտամ։ Միշտ աշխարհի առաջնության հաղթած երկիրը հաջորդ աշխարհի առաջնությունում շատ անհաջող է հանդես գալիս։ Արգենտինային էդի սպառնում է, թե չէ։ Կարող է այդպես լինել իդեպ։ Ես Արգենտինայի պարագայում մի այսպիսի մտավախություն ունեմ, որ միշտ մեծ հաջողությունից հետո ինչ որ ողբերգականին մոտ իրադարձություն է տեղի ունենում, օրինակ առաջատարի վնասվածք, կարմիր քարտ, չգիտեմ ինչ եւ խաղը պատտվում է, անհաջող գիծ են ընկնում եւ պայքարից դուրս են մնում։ Նման բան կարող է լինել Արգենտինայի հետ, չեմ ուզում այդպես լինի, բայց տեսնենք ի վերջո թող մի օր էլ վերջին փորձից Պորտուգալիա-Արգենտինա խաղ տեսնենք, թող Մեսին ու Ռոնալդուն դաշտում վերջի միմյանց հրաժեշտան եւ աշխարհի առաջնության։ Դա բացառիկ ինձ թվում է, եթե այս առաջնությունը հիշվի ինչ որ մի կերպ, հենց նման եզրափակչի գնով կարա հիշվի, ես ճիշտ ասած պատկերացնում եմ Արգենտինա-Իսպանիա, որտեղ Իսպանիան հաղթում է, Արգենտինան պարտվում։ Դա էլ իմ պատկերացրած եզրափակիչն է։ Հասկացա։ Մի բան էլ ես պոկեմ, հա, այսպես, եթե Իրաքի հավաքականը պայմանավորենք այսպես խմբից դուրս է գալիս, ու պայթում դու ինձ պարտքես մնում Բաղդադի խուրմա։ Այսինքն դու ասում ես, որ անհնար է տենց բան։ Այո։ Հա, օքեյ։ Բաղդադի խուրմա։ Այո։ Մենք ինչ որ Բաղդադի հետ կապ ունեցող խանութ ունենք Երևանում։ Ես արդեն Արեք Բաղդադյանից կարելի է խնդրել ամեն։ Լավ, ամեն դեպքում ես ընդունում եմ մարտահրավերը, կարծում եմ, որ իրանք կզարմացնեն մեզ։ Քեզ շնորհակալություն։ Որ եկար եւ մեր հեռուստադիտողներին էլ ինչ ասեմ, նաեւ YouTube-յան ալիք եւ մյուս սոցցանցերում մեզ դիտողներին, որ խոստանում ենք վերադառնալ այս եթերաշրջանը, ավարտում ենք այսքանով, մեր կանխատեսումներն էլ շուտով գալիք օրերի ու շաբաթների ընթացքում հնարավոր կլինի ստուգել ու հասկանանք, որքանով ենք մենք իրականությանը մոտ պատկերացումներով կիսվել ձեզ հետ։ Շնորհակալություն, որ այս եթերաշրջանի ընթացքում մեզ ու հատկապես Բուն TV-ի հետ եք։ Ստեսություն։